Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզի սիրելի արազատներ, բարիլույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Օրմը երդասարտը Facebook-ի վրա փաստապանի նամակ կգրե ու գսե. Հորս դեմ թափ կուզեմ փանալ։ Ինչ թուղթեր պետք է պատրաստեմ ու ներկայացնեմ։ Փաստապանը անոր կպատասխանե։ Հետևյալ թուղթերը պատրաստե ու ներկայացուր։ Առաջին. նկարը քու հորդ, որ գնգերանար քու հղի մորդ եւ գաջաբարեր զինք հասնել հիվանդանոց, որովհետեւ թուն պիտի ծնեիր։ Նկարը հորդ, որ քեզ կրգած էր անհուն ուրախությամբ եւ թուն ծնած էր։ Նկարը հորդ, որ քու դարեթարցիդ ուրախությամբ գբարեր ու գծատ կրդեր, որովհետեւ իր զավակը ծնած էր։ Նկարը հորդ իր դկնաչան աշխատանքեն իդ եւ դուն կվերադառնար քրդինքով լեցված կրտնաթոր եւ քրդինքը սրբելով ներս կմտներ ու կքրգեր քեզ։ Նկարը հորդ, որ երբ թուն դակություններու մեջ էիր, հայլդ խելակարած, քեզ կրգած հիվանդանոց կվազեր, որբեսի փուժում գտներ։ Եվ նաեւ նկարը, երբ դուն կվերադառնար ու սնարիդ մոտ կեդինը նստած ամբողջ գիշերը քու վրատ կհսկեր եւ ամեն վարգյան շրտերը քու ճակատիդ կտպցներ դեստելու համար որ չերմությունդ իջավ նաեւ նկարը հորդ դոնական օրերու ընթացքին թե ինչպես կմտածեր ինչ դվերներով պիտի ուրախացներ քեզ նկարը հորդ եւ դուն գթարնար եւ աչքերեն արցունքը գոսեր ծանր աշխատանքի պատճառով որբեսի քու մար շահեր եւ փերեր ու քեզ ապրեցներ եւ դուն գմտներ արցունքը գսրբեր ու քեզ սիրով ու ժպիտով գքրգեր նաեւ մի մորնար նկարը որ հայրդ ինչպես քու գրթական ամբողջ քումարդ գվճարեր որբեսի տուն զարկանայիր ու մարդ դառնայիր եւ նաեւ նկարը թե ինչպես հայրդ ինքն է որ քեզ համար քնած է այս համագարկիչը որ դու կարողանաս Facebook մտնել, թիմադեդր մտնել եւ այս նամակը գրել ուզելով քու հորդ թեմ թափանալ։ Սիրելի զավակներ, մեր ծնողները Աստուծո ներկայացուցիչն են մեր կյանքի մեջ։ Մեզ ծնած են եւ անոնք սիրելիներ մեր կյանքի օրհնություններն են։ Այսօր այս թրվակը ուզեցի պատմել որովհետև ճիշտ դարիմը առաջ 2025 հունվարի 26-ին ես իմ հայրս կորսնցուցի եւ անոր անշնչացած մարմինը եղբայրներով ու քույրով մենք թաղեցինք հայրենի հողին տակ անիգ այսօր այստեղ գահանջի երգինք փարսացած իր հոգիով եւ սակայն մարմինը հողի մեջ կհանգչի այս ցուրտ հողին տակ։ Ամեն մեկս հայրիկ ունեցած ենք։ Ես իմ հորս մասին խոսած եմ ոչ թե որբեսի հորս կյանքի պատմությունը պատմեմ կամ կովերկեմ զինք, այլ որբեսի քաչալերեմ յուրաքանչյուր զավակ, որբեսի իր ծնողներուն հանդեպ, իր հորը եւ մորը հանդեպ սիրալիր ու սրբությամբ ըլլա։ Որովհետև սիրելիներ մեր ծնողները մեր օրհնությունն են, մեզ աշխարհ բերողներն են։ Եվ Սուրբ Գիրքը դաստապանյա բադվիրանին մեջ գհրամայե բադվե հայրդ ու մայրդ։ Այո սիրելիներ, անիգա դաստապանյա բադվիրաններու մեջ 5-րդն է։ Առաջին 4-ը ուղված Աստուծո, իսկ 6-ը մարդկային կյանքի եւ այդ մարդկային կյանքի առաջինը զավակներուն ուղված է, որբեսի բադվեն իրենց հայրը եւ մայրը։ Բողոս Արաքյալ Եփեսացիներու նամակի մեջ 6-րդ գլխու 1-3 համարներու մեջ հետեւյալը գսե. Զավակներ, իբրև դիրոջ հետևորդներ, ձեր բարդականությունն է հնազանդիր ձեր ծնողներուն, որովհետեւ այդ է շիդագը։ Բադվե քու հայրդ ու մայրդ բադվիրանը առաջինն է, որ իրեն հետ կապված խոստում ունի, որբեսի միշտ բարիք գտնես եւ երկրի վրա կյանքդ երկար լա։ Այս խոսքերը առնված են Ելից գրքի 20-րդ գլխու 13-րդ համարեն
եւ երկրորդ օրինաց գրքի 5-րդ գլխու 16-րդ համարեն։ Սիրելի զավակներ, երբեք ձեր ցայնը մի բարձրացնեք ձեր ծնողներուն վրա։ Ամեն զավակ պետք է իր սահմանը գիտնա, որ ինք զավակ է եւ ոչ ծնող։ Եվ վաղը ինք ալ ծնող պիտի դառնա։ Եվ պիտի ճուզե որ զավակները անեն իրեն այնպես ինչպես ինք իր ծնողներուն գնե։ Ինչ որ գուզեք որ ձեր զավակները ցեզին են դուք ալ նույնը եք ձեր ծնողներուն, այսինքն սրբությամբ վերապերեցեք անոնց հետ։ Հերու մի մնաք ձեր ծնողներեն, աս երկրորդ որպես խրատ։ Մի գործվիկ սիրելներ, մի անհետանաք, ալ հարկանք ունեցեք ձեր ծնողներու նկատմամբ, որովհետև ծնողքը Աստուծո օրհնությունն է մեր կյանքի մեջ։ Նաև սիրելներ, ծնողներու նկատմամբ հնազանդ եղեք, որովհետև ծնողները ոչ թե մեզի թշնամի են, այլ ծնողները մտահոգ են մեզնով։ Եվ անոնք ամեն ինչ կուզեն անել, որպեսզի մենք մեր կյանքի մեջ օրհնությամբ եւ սրբությամբ ապրենք։ Մանավանդ մեր ազգը, հայ ազգը, ծնողներու նկատմամբ հատուկ սեր ու հարկանք ունեցած է։ Եվ հետևաբար ծնողներու հանդեպ այդ նույն սերը ցուցաբերենք։ Նաև սիրելներ, ծնողներուն վրա մի չոքիկ, անոնց փեր մի ելակ, այլ անոնց փերը թուք գրեցեք, աշխատասեր եղեք, եւ ինչ բանի գարիք ունին, թուք անոնց հայթայթեցեք, թուք հոգացեք, եւ ոչ թե սпасեցեք մինչև վերջ, մինչև անոնց վերջին շունչը, որ անոնք ցեզի հոգան։ Գսե Բողոսարակյալ Գողոսացներու նամակի 3-րդ գլխու 20-րդ համարի մեջ զավակներ ամեն բանով հնազանդ եղեք ձեր ծնողներուն, որովհետև դերը այդ կուզե մեզ մե։ Դերը կուզե որ մեր ծնողներուն հանդեպ սիրով ու նվիրումով լանք սիրներ, հնազանդ լանք, օրհնությամբ ապրենք, որովհետև դիրոջ գամքն է որ ծնողները հարկելով զինք բատվենք։ Այսօր երբ հորս ճիշտ մեկ դարելիցն է անոր ննչման, սիրելներ գաղոթեմ, որ Աստված հորս մարդկային բոլոր կործած մեղքերը ներե եւ գխնդրեմ ձեզ որ դուգալ աղոթագիծը լակինձի եւ խնդրեք որ Աստված երկնային արքայության արժանացնե հորս հոգին։ Երբ փոքր էինք, հայրս կործի պիտի երթար, մայրս կշարեր մեզ 4 զավակները, գամփուր էինք ամեն անգամ մեր հորը թեմքը եւ երբ ջամփա պիտի դեինք, մայրս կսեր մեզի, բաբայինսեք, Աստված հետը թլա։ Եվ մենք ուրախությամբ, ջիջով մեր հորը գսեինք, բաբա, Աստված հետը թողլա։ Եվ հիմա, երբ հայրս չգա, երբ մեր հայրը չգա, բայց անոր հոգին դիրոջ կողմն է, մենք ասենք հայրիկ Աստուծո հետը լաս, Աստված քեզի հետը լա։ Օր պիտի կաս սիրելներ մենք ալ այս կյանքեն պիտի մեկնենք ու պիտի միանանք մեր ծնողներուն, մեր հարազատներուն։ Աստված ողորմի բոլոր անցավորներուն, բոլոր այն ծնողներուն, որոնք այս կյանքի մեջ գործեցին ու անցան։ Անոնց հիշադակը անթարան բահենք, սիրելի զավակներ, եւ արժանի գերբով հիշենք զանոնք մեր աղոթներու մեջ, մեր առօրյայի մեջ, որբեսի անոնց հոգիները խաղաղության մեջ հանգչին եւ արժանի լան հավիդենական փառած պսակին սուրբերուն հետ միասին եւ օրը երբ մենք ալ այս աշխարհը լքենք ու դիրոջ բարձրանանք մեր ծնողներուն հետ հավիդենական կյանքին արժանի լանք։ Հողը թեթև թող կա քովրատ, ով բարի հայրիկ, երկնային արքայության արժանանաս եւ օրը մեզ թիմավորես հավիդենական կյանքի մեջ, ինչպես որ երկրի վրա մեզ թիմավորեցիր, երբ որ ծնունդ ունեցանք եղբայրներս, քույրս ու ես։ Աստված հոգիդ լուսավոր է, սիրելի հայրիկ, սիրելի բաբա, Աստված հետդ ըլլա եւ ցդեսություն մինչև որ դիրոջ ներկայության գրգին անգամ հանդիպինք։ Աստված օրհնե իշադագդ, անթարամ մնա իշադագդ եւ մեր աղոթները երկինք հաստին ու քո աղոթներդ մեր վրա դեղան դիրոջ ներկայության։ Աստված օրհնե իշադագդ, սիրելի հայրիկ։ Աստված թող օրհնե բոլորի ծնողներու իշադագ անոնք որոնք մեռած են, իսկ անոնք որոնք սիրելներ ողջ են դակավին, անոնց հարքը իմացեք, անոնց արժեքը իմացեք,
Արժեքավորեցեք ձեր ծնողները, սիրով կապվեցեք անոնց, սիրով ծառայեցեք, որբեսի Աստծո օրհնության արժանակ եւ երկրի վրա ձեր կյանքը երկար ու առողջ լա։ Աստված ձեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։